Որտեղ են Խաչատուրյան քույրերը հոր սպանությունից 8 տարի հետո։ 2018 թվականին Մոսկվայի բնակելի շենքերից մեկից ոստիկանությունը ազանգ էր ստացել, որտեղ ասվում էր, որ շենքում աստիճանների վրա մահացած տղամարդ կա։ Զանգողը սպանվածի 3 աղջիկներից մեկն էր։ 3 աղջիկներից, որոնք միասին դաժան կերպով սպանել էին հորը։ Այս մարդու ընկերները, ծանոթները, հարազատները, բոլոր այն մարդիկ, ովքեր ճանաչում էին իրան, չէին հավատում, որ Միխայելը, որ իր երեխեքի համար ամեն ինչ անում էր, կմահանար հենց իրանց հասցրած դիտավորյալ հարվածների պատճառով։ Աղջիկները պնդում են, որ հորը սպանել են որպես ինքնապաշտպանության միջոց, բայց ախր սպանել էին քնած ժամանակ։ Ասում են, որ հոգեբանական ու ֆիզիկական բռնության էր ենթարկում, որ շատերի կարծիքով ընդամենը նշանակում է, որ խիստ հայր էր, հայ տղամարդ էր, իսկ աղջիկները, որ մեծացել են Ռուսաստանում, ավելի ազատ էին ու դա բռնություն էին համարում։ Բայց 2025 թվականին դատարանը հաստատեց նաև այն պնդումը, որ հայրը տևական ժամանակ աղջիկներին ենթարկել է սեռական բռնության ու ոչ միայն։ Միխայել Խաչատուրյանին հետմահու մեղավոր ճանաչեցին, բայց ինչ է փոխվել դրա արդյունքում։ Խոսում ենք Խաչատուրյան քույրերի մասին։ Նորից։ Բարեկալս քեզ կլաս, որտեղ խոսում ենք մարդասպանների, սերիական մարդասպանների, դաժանության դատերի ու պարանորմալ երևույթների մասին։ Ալիքում բոլոր պատմությունները իրական են, նախատեսված չեն զգայուն մարդկանց ու անչափահասների համար։ Սովորաբար նույն գործի մասին երկու ամբողջական տեսանյութ չեմ անում, հատկապես եթե դատավճիռը վերջնական չունենք, բայց ուզում եմ այս մեկը վերադառնանք նորից նայենք, որովհետև թարմացումներ ունենք ու համել առաջին տեսանյութը բավականին մեծ արձագանք է ստացել, ինչը նշանակում է, որ շատ տարբեր կարծիքներ եմ լսել, անդրադառնալու ենք նաև դրանց։ Եթե ծանոթ չեք գործին ընդհանրապես, առաջարկում եմ նախ առաջին մասը նայել, որտեղ ավելի մանրամասն խոսում ենք սկզբից մինչև վերջ, հետո նոր կվերադառնանք սրան, որովհետև սա ավելի շատ լինելու է շարունակություն ու հետևություններ։ Եթե արդեն տեսել եք, բայց 1 տարի առաջ, երբ նոր է հրապարակել, եկեք արագ վերհիշենք։ Միխայել Խաչատուրյանը ծնվել էր Բաքվի հայ ընտանիքներից մեկում, հասկանալի պատճառներով տեղափոխվեցին Ռուսաստան ու նպատակ ունեին հետո արդեն գնալ ԱՄՆ, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում ու ընտանիքը մշտական բնակություն է հաստատում Ռուսաստանի Դաշնությունում։ 34 տարեկանում Միխայելը Կանգառում ծանոթացավ 17 տարեկան Ավրելիայի հետ, սկսեցին շփվել, աղջիկը հղիացավ, ամուսնացան ու ծնվեց առաջին երեխան, որ տղա էր։ Մինչև անգամ ամուսնանալը Միխայելը կնոջը բռնության էր ենթարկում։ Ավրելիային ասում էր, որ ինքը այդտեղ երեխա ունենալու համար է ապրում ու ստիպում է, որ առանց դադարի էլի 3 երեխա ունենա։ Կրիստինան, Անգելինան ու Մարիան տարիքային շատ փոքր տարբերություն ունեն։ Այս կինը տարիների ընթացքում անընդհատ դիմում էր ոստիկանություն, բայց ոչ մի բան չէր փոխվում, որովհետև ամուսինը ամենտեղ կապեր ուներ։ Իմանում էր, գալիս էր, ծեծում էր, տանում ու ասում, եթե մի անգամ էլ փորձի, իրան էլ կսպանի երեխեքին է։ Միխայելը սկսում է կասկածել, որ Ավրելիան հղի ա եղել մինչև իրանց հանդիպելը ու տղային Սերգեյին, որ հավանաբար իրանը չէր, տնից դուրս է հանում։ Որոշ ժամանակ հետո տնից հանում է նաև կնոջը ու արգելում աղջիկների հետ շփվել։ Դրանից հետո աղջիկների կյանքը կտրուկ բարդանում է։ Հայրը ստիպում էր, որ աղջիկները զբաղվեին տան գործերով, հավաքեին, մաքրեին, ճաշ սարքեին ու դա պիտի իրանց համար առաջնային լիներ։ Առաջին հերթին իրանց կյանքի նպատակը հորը ծառայելն էր։ Միխայելը զանգակ ուներ ու եթե ինչ-որ բան էր ուզում, օգտագործում էր ու աղջիկներից մեկը պիտի արագ հայտնվեր ու աներ այն, ինչ ուզում էր։ Ժամանակի ընթացքում արգելում է գնալ դպրոց, ընկերների հետ շփվել, տնից դուրս գալ ընդհանրապես։ Քանի որ կինը էլ այդտեղ չէր, այն տանջանքներին, որ դիմանում էր Ավրելիան, հիմա պիտի դիմանային աղջիկները։ Միխայելը իր երեխեքին սեռական բռնության էր ենթարկում, ինչին շատերը ուղղակի չեն հավատում։ Մարդու ազգությունը, աշխատանքը, ով լինելը ընդհանրապես բացարձակ կապ չունի նրա հետ, թե ինքը ինչերի է ընդունակ։ Այսքան պատմություններից հետո մենք արդեն պիտի իմանայինք, որ բոլորից ամեն ինչ սպասելի է։ Իրականում շատ դեպքերում հոգեբանական, ֆիզիկական ու անգամ սեռական բռնության ենթարկվում են ընտանիքի անդամների ու մտերիմների կողմից։ Այն մարդկանց, ում այնքան եք վստահել, որ ձեզ ավելի մոտ եք թողել։ Եթե չեք հավատում անգամ այն դեպքում, որ ֆիզիկական ապացույցներ կան, դա երևի նրանից է, որ չափից շատ եք վստահում մարդկանց, չեք կարողանում ընկալել, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են անել ու անում են բաներ, որ դուք երբեք չէիք անի։ Բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հավատում, որ ծնողը երեխու հետ կարող է այդպես վարվել, առաջարկում եմ ալիքում մի քիչ ավելի երկար մնալ։ Միխայելը ասում էր, որ եթե ինչ-որ մեկին պատմեն, 3-ին էլ կսպանի։ Շատ երկար ժամանակ աղջիկներից ոչ մեկը չգիտեր, որ մյուս երկուսն էլ են նույն բանի միջով անցնում։ Հավանական էր, որ կսպաներ, որովհետև շատ ագրեսիվ էր։ Աչուձախ բոլորին սպառնում էր։ Ամենտեղ կապեր ուներ, ինչը նշանակում է, որ
շատ հեշտ իր անունը մաքուր կպահեր, երբեք պատասխանատվություն չէր կրի ու արդյունքում ոչ մի բան չէր փոխվի բացի նրանից, որ 3 երիտասարդ աղջիկներ կկորցնեին իրենց կյանքը, հաշվի առնելով Ռուսաստանի դատական համակարգը։ Մի անգամ Միխայելը նորից գալիս է տուն, հայհոյում, ծեծում, սեռական ոտնձգություններ, հետո քնաբերա խմում ու քնում, բայց մինչև այդ ասում է՝ «Սպասեք մի քիչ քնեմ հանգստանամ, երեքիդ էլ սպանելու եմ այսօր»։ Աղջիկները հասկանում են, որ կատակ չի, անգամ եթե լուրջ չէր ասում, եթե իրոք չէր պատրաստվում սպանել, վախենում էին։ Հասկանում են, որ այդպես էլ չի կարող շարունակվել։ Ոչ ոքից չէին կարող օգնություն խնդրել, որովհետև բոլոր փորձերը ձախողվել էին։ Ու հիմա եթե ինչ-որ մեկը պիտի մի բան աներ, այդ իրանք էին։ Վերցնում են որսորդական դանակ, մուրճ, արցունքաբեր գազ ու հարձակվում քնած հոր վրա։ Միխայելը արթնացավ, հասկացավ ինչա կատարվում ու փորձեց դուրս վազել, բայց Անգելինան քույրերից մեկի ձեռքից վերցրեց դանակը ու խփեց հոր սրտին։ Մուրճի 20 ու դանակի 36 հարվածներից հետո Միխայել Խաչատուրյանը հայտնվեց աստիճաններին ու տեղում մահացավ։ Հիմա եթե դատարանը քույրերին մեղավոր ճանաչի, ստիպված կլինեն բանտում անցկացնել 20 տարի։ Այս գործը 8 տարի է, որոշակի դադարներով դեռ քննում են ու անցել է շատ տարբեր փուլերով, որ եթե իրավաբան չեք, իրականում շատ դժվար է հասկանալը։ Ես էլ իրավաբան չեմ, բայց եկեք հասկանանք կարևոր մի քանի բան։ Նախ քանի որ դեպքի ժամանակ Կրիստինան ու Անգելինան չափահաս էին, իսկ Մարիան դեռ 17 տարեկան էր, Մարիայի գործը առանձին են քննում։ Քույրերին տուժող էին ճանաչել ու ազատ արձակել, չնայած որ կային բավական խիստ սահմանափակումներ կապված համացանցից օգտվելու, իրար հետ հաղորդակցվելու, լրագրողների հետ խոսելու ու գործի հետ տեղեկություն տարածելու հետ։ 2025 թվականին դատարանը պաշտոնապես հաստատեց հոր կողմից աղջիկներին սեռական բռնության ենթարկելու վարկածը ու Միխայել Խաչատուրյանին հետմահու մեղավոր ճանաչեցին։ Հիմա ասում են, որ սա արդար չի, որովհետև այդ մարդը ողջ չի, որ արդարանա, որ բացատրի իրականում ինչ է տեղի ունեցել, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բան պիտի ասեր կամ աներ իրավիճակը փոխելու համար, որովհետև կան ապացույցներ։ Կան ձայնագրություններ, հաղորդագրություններ, որոնց մեծ մասը մեզ հասանելի չեն, բայց եթե դատարանը չունենար բավարար ապացույցներ, երբեք այս մարդուն մեղավոր չէր ճանաչի։ Դրանից հետո գործը նորից բացվեց ու հիմա փորձում են հասկանալ, թե արդյոք կատարված է դաժան սպանություն թե ինքնապաշտպանության միջոց։ Միխայելի բարեկամներն ու ծանոթները ամեն տեղ, մինչև իմ տեսանյութի մեկնաբանություններում ամեն ինչ անում են այս մարդուն պաշտպանելու համար։ Ուղղակի չեն հավատում, որ նման բան է եղել։ Ոչ թե «Ոյ շատ վատ բան է եղել, սարսափելի է, ոնց կարեր հայր աղջիկների հետ սենց վարվեր, ոնց կարելի է հայր վերջապես»։ Չէ, ուղղակի ասում են չի եղել նման բան, վերջ, աղջիկները սուտ են խոսում։ Կան փաստեր, որ անհերքելի են ու դրա համար դատարանը չի կարողացել արդարացնել այս մարդուն։ Ես կողմնակալություն չեմ անում, կողմերից ոչ մեկը ինձ ոչ ծանոթ է, ոչ բարեկամ, բայց պիտի հասկանանք այստեղ ով էր մեղավոր, որովհետև դա շատ բան է փոխում։ Նման բաները շատ ավելի հաճախ են կատարվում, քան պատկերացնում ենք, որովհետև մարդիկ ուղղակի չեն խոսում դրա մասին։ Ամոթ է կամ մտածում են չեն հավատա, ոչ ոք չի հավատա, որ, չգիտեմ, իրանց ընտանիքի անդամներից մեկը նման բան է արել ու իրոք չեն հավատում։ Արդյունքում ստացվում է, որ զոհը միշտ զոհ է մնում, իսկ հանցագործը շարունակում է հանգիստ ապրել։ Շատ երկրներում սա բավականին նուրբ թեմա է, որովհետև դատական համակարգը ավելի շատ հավատում է զոհին, այսինքն դեպքերի մեծ մասի ժամանակ կնոջը։ Դրա պատճառով որոշ կանայք նեղ անձնական խնդիրների պատճառով սկսում են մեղադրել զուգընկերոջը, կլինի ուղակի ծանոթ, կլինի անծանոթ, կլինի, չգիտեմ, ինչ-որ մեկը, ում հետ անձնական խնդիրներ ունեն, մեղադրում են իրանց սեռական բռնության ենթարկելու մեջ ու դատարանը հավատում է իրանց, որովհետև ոնց ապացուցես, որ նման բան եղել է կամ չի եղել։ Եթե անգամ դատարանը որոշում է կայացնում այդ մարդուն անմեղ ճանաչել, իր կյանքը մեկը փչանում է, որովհետև ոչ ոք չի ուզում ռիսկի դիմել ու աշխատանքի կամ ուղղակի թեկուզ իրան շրջապատ ընդունել մի մարդու, որի դեմ նման մեղադրանք առաջադրվել։ Հիմա կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանը այս երկրներից չի։ Միգուցե վերջին տարիներին թեկուզ հենց այս դեպքի շնորհիվ ինչ-որ բաներ փոխվել են, բայց ինքը դատական համակարգը չի սիրում խառնվել ընտանեկան հարցերին։ Ձեր անձնական խոհանոցն է, ձեր ներքին խոհանոցն է, ինքներդ խոսացեք, իրար հասկացեք։ Այսինքն, եթե կինը դիմում է ոստիկանություն ու ասում ամուսինս ինձ բռնության է ենթարկում, ասում են՝ «Էդ չամուսնանա իր, մենք ինչ անենք, բաժանվի, թող գնա»։ Չնայած որ շատ դեպքերում ուղղակի թողնել գնալը բաժանվելը տարբերակ չի։ Անգելինան, Կրիստինան ու Մարիան մինչև հիմա հաղորդակցվելու իրավունք չունեն։ Հիշենք, որ դեպքից անցել է 8 տարի։ Ես իմ քրոջը 8 տարի առաջ չեմ հիշում, չնայած որ իրար հետ ենք մեծացել, հիմա էլ իրար հետ ենք ապրում։ 2019 թվականին աղջիկների դեմ քրեական գործ հարուցվեց հոր սպանության գործով, իսկ Միխայել Խաչատուրյանի դեմ հրաժարվում էին մեղադրանք առաջադրել, որովհետև
դե այդտեղ չէր որ բացատրեր ինչ ա եղել։ Աղջիկների փաստաբանը կարողացավ բողոք ներկայացնել ու արդեն հաջորդ տարի սկսեցին քննել Միխայելի կատարած հանցագործությունները, որոնց արդյունքում տուժել էին 3 քույրերը։ Արդյունքում հաստատեցին, որ սկսած 2014 թվականից, այսինքն Ավրելիայի հեռանալուց անմիջապես հետո, հայրը աղջիկներին սկսել է պարբերաբար ծեծի ենթարկել, ստիպել է կատարել սեռական գործողություններ սեփական ցանկությունները բավարարելու համար, պատճառելով հոգեբանական ծանր տրավմա։ Սա իր հերթին ապացուցում է, որ սպանությունը կատարվել է սեփական կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար։ Սպառնում էր, որ կսպանի ու հետևաբար աղջիկները ընդամենը փորձել են ինքնապաշտպանվել ու չպիտի պատժվեն։ Միխայել Խաչատուրյանին մեղավոր ճանաչեցին սեռական բնույթի նյութեր ստեղծելու, տարածելու, աղջիկներին սեռական բռնության ենթարկելու ու տանջելու մեջ։ Ինչ կլինի հետո բարդ է ասելը, բայց ներկա պահին գիտենք, որ աղջիկները էլի որոշակի սահմանափակումներով, բայց ազատության մեջ են, ավարտել են դպրոց ու հիմա աշխատում են։ Եթե այս գործի հետ կապված նոր թարմացումներ լինեն, նորից կխոսենք, հավանաբար ավելի կարճ փոքր տեսանյութ կլինի, բայց այսօրվա համար այսքանը։ Bye։